Զարկը կրթական ծրագիր է, որը ստեղծվել է 4 տարի առաջ։ Զարկի հիմնադիրներն են եղել Ազգային զարգացման հիմնադրամ Ամրոց հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ եւ ազգակավոր մարզիչ Վաղինակ Սարգսյանը եւ ձեռներեց Մանուկ Երգնյանը։ Զարկ կրթական ծրագրի նպատակն է եղել եւ կա մեծացնել մի սերունդ, որը կլինի հոգով եւ մարմնով ուժեղ, եւ հենց Զարկի կարգախոսն էլ այդպես ենք բնորոշում՝ հոգով եւ մարմնով ուժեղ սերունդ։ Զարկն աշխատում է 10-ից 17 տարեկան երեխաների հետ։ Մենք երեխաներին տալիս ենք ոչ ֆորմալ կրթության հնարավորություն, որտեղ երեխաները հենց իրենց համայնքներում, իրենց բնակավայրերում դասերից հետո հիմնականում կամ հենց իրենց համայնքի դպրոցի դահլիճներում կամ մարզադահլիճներում դասերից հետո շաբաթական 3 անգամ հաճախում են Զարկի մարզումների եւ մասնակցում են ընթացիկ դասընթացներին։ Բացի շաբաթական 3 անգամյա կանոնավոր մարզումներից, որը ծրագրի հիմնական բաղադրիչն է, Զարկը նաև իրականացնում է միջմարզային հավաքներ, հիմնականում ամսական 1 անգամյա կտրվածքով, որի նպատակն է մեկտեղ բերել մարզում գործող տարբեր բնակավայրերի երեխաներին եւ տալ նրանց հնարավորություն ճանաչելու միմյանց եւ գործնականում կիրառելու իրենց սովորածը։ Եվ ծրագիրն իրականացնում է տարեկան 2 անգամյա որակավորման քննություններ, որտեղ երեխաներն արդեն ծրագրի կողմից են գնահատվում իրենց ստացած գիտելիքով եւ հմտություններով, եւ տարեկան 1 անգամ իրականացնում ենք մեծ ամառային ճամբարային հավաք, որտեղ արդեն հավաքում ենք բոլոր մարզերի շահառուսաներին եւ երեխաները 5-ից 7 օր կամ մինչև 10 օրյա հավաքների ընթացքում կարողանում են կրկին անգամ եւ ճանաչել միմյանց եւ արդեն ինտենսիվ գործնական ամենօրյա մարզումներ իրականացնել։ Զարկի հիմքում ընկած է 3 հիմնական բաղկացուցիչ բաղադրիչներ, որոնցից առաջինը երեխաների մարմնակրթական առողջությունն է, այսինքն ֆիզիկական բաղադրիչի մեջ մենք նկատի ենք ունենում երեխաների ֆիզիկական առողջությունը, որը ենթադրում է, որ երեխան ապրում է առողջ ապրելակերպով, երեխան մարզվում է կանոնավոր, երեխան առողջ է սնվում, հոգ է տանում սեփական մարմնի մասին եւ ի վերջո ուժեղ եւ կոփված է։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը ռազմամարզական կրթությունն է, որը ենթադրում է երեխաներին առօրյայում կիրառելի կյանքի հմտությունների ուսուցումը։ Պայմանականորեն երեխան ճանաչում է իր բնակավայրը, ունակ է կողմնորոշվել տեղանքում, ունակ է ժայռերը բարձրանալ, գետը անցնել, կախված արդեն իր բնակավայրում եղած յուրահատկություններից, բնական յուրահատկություններից։ Այստեղ նաև սովորացնում ենք բնականաբար առաջին օգնություն, արտակարգ իրավիճակներ եւ այլ նմանատիպ կենսական հմտություններ։ Եվ երրորդ բաղադրիչը դա գաղափարային պատրաստությունն է ծրագրում, որտեղ մենք արդեն աշխատում ենք երեխաների հոգեբանական կայունության շուրջ, որտեղ ներառված է հայրենաճանաչության եւ հոգեվոր պատրաստության մեծ համալիր դասընթացներ։ Ինչն էլ ենթադրում է, որ երեխաները այս առարկաներն արդեն ուսումնասիրում են նեղ մասնագետների հետ եւ կառուցված է այս գաղափարային բաղադրիչը երեխաների դպրոցում տարիքին համապատասխան արդեն իսկ կուտակված գիտելիքի վրա, որտեղ երեխաները պայմանականորեն շրջում են պատմաբանի հետ Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ արդեն իրենց սովորածի հիման վրա տեսնում են, շոշափում են եւ ավելի մանրամասն են ճանաչում պատմական դրվագը կամ բնակավայրը։ Վերջին 2 տարին կրթական տարվա ամփոփումը Զարկում իրականացվում է մեծ փառատոնային ձևաչափով, որն անվանում ենք համազարկային խաղեր եւ իրենք բնույթով ընտանեկան մրցույթ փառատոն են ենթադրում։ Համազարկային խաղերի նպատակն է մեկ հարթակում հավաքելու Զարկի շուրջ հավաքված բոլոր անձանց, ոչ միայն սաներին, այսինքն մեր շահառու սաների ծնողներին, մեր աջակիցներին, մեր հովանավորներին, այլ կրթական ծրագրերի շահառու երեխաների, համայնքին, այսինքն նպատակն է մեկ հարթակում հավաքվելու տոնելու այն միտքը, որ երեխաները եւս մեկ կրթական տարի ձեռք բերեցին նոր գիտելիք, ձեռք բերեցին նոր փորձ, նոր ընկերներ եւ մենք նպատակ ունենք տարեստարի մեծացնելու համազարկային խաղերի մասշտաբները եւ ի վերջո դառնալու ընդհանուր համահայկական ընտանեկան մրցույթ փառատոն։ Եվ համազարկային խաղերը մենք իրականացնում ենք Զարկ էկոճամբարում, որը եւս նոր է։ Մենք Շիրակի մարզի Սառնախբյուր բնակավայրում վերջին 2 տարին նվիրատվությունների շնորհիվ, մեր աջակիցների շնորհիվ կառուցել ենք մեծ էկոճամբար, եւ էկոճամբարը բնականաբար առաջին հերթին ծառայում է մեր գործնական ճամբարային հավաքների համար, հավաքների անցկացման համար, ծառայում է մեր մարզչական հավաքի ամենամսյա վերապատրաստումներն իրականացնելու նպատակով եւ արդեն վերջին 2 տարին նաեւ ծառայում է որպես հիմնական հարթակ համազարկային խաղեր մրցույթ փառատոնը տոնելու համար։ Զարկ կրթական ծրագիրը նաեւ ակտիվ համագործակցում է այլ կրթական ծրագրերի եւ կառույցների հետ եւ կրկին անգամ մենք նպատակ ունենք ստեղծելու գործընկերային ցանց, որտեղ ծրագրերը եւ
կառույցները, որոնք միտված են երեխաներին լավ որակյալ կրթություն ապահովելու, կարողանանք մեկտեղել մեր ջանքերը։ Օրինակը կարող եմ նշել, որ Զարկը վերջերս համագործակցության հուշագիր է կազմել AIP կրթական հիմնադրամի հետ, եւ AIP դպրոցի եւ Զարկի ունեցած փորձը ավելը եւ պակասը մենք փորձել ենք մեկտեղել, որպեսզի կարողանանք առավելագույնս օգտակար լինել եւ լավագույն կրթությունն առաջարկել մեր շահառու երեխաներին եւ աշակերտներին, եւ ծրագիրը համագործակցում է Մարզերի երեխաները մարզերում ծրագրի հետ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ։ Մենք տարբեր վերապատրաստումներ եւ ամառային ճամբարներ ենք իրականացնում նմանատիպ այլ կրթական ծրագրերի հետ, որոնք կրկին անգամ աշխատում են նույն տարիքի երեխաների հետ։ Զարկի արդեն նշեցի, որ կարգախոսն է հոգով եւ մարմնով ուժեղ սերունդ, սակայն մենք ուզում ենք երեխաներին ամենաառաջնայինը տալ այնպիսի հմտություններ կյանքի, որոնք իրենց հետ ամբողջ կյանքի համար տանելու են։ Մեզ համար առաջնային է թիմային աշխատանքի ուսուցումը։ Զարկի ամենակարևոր առաքելություններից մեկը երեխաներին թիմ գաղափարին ծանոթացնելն է, թիմում ճիշտ գործելու իր ճիշտ տեղը, իր դերը հասկանալ, գիտակցել եւ դա պատշաճ իրականացնել, սովորացնելն է։ Մենք բազմաթիվ մոդելներ ենք մշակել, որոնք միտված են հենց երեխաներին թիմային աշխատանք սովորացնելու։ Օրինակ փոքր մրցույթներ, մրցաշարեր, էստաֆետային խաղեր, միջմարզային, միջհամայնքային փոքրիկ մրցումներ, որտեղ երեխաները կարողանում են թե թիմով մրցել եւ թե անհատապես սեփական ուժերը չափել, եւ արդեն անհատականության դաշտ գալով մենք նաեւ նպատակ ունենք առաջնորդական հմտություններ երեխաներին սովորացնելու։ Այն երեխաները, ովքեր ԻԾՆ օժտված են առաջնորդական հատկանիշներով, մենք ստեղծում ենք միջավայր եւ պայմաններ, որտեղ նա առավելագույնս կկարողանա կատարելագործել իր ունեցած հմտությունները։ Օրինակ հավաքների ժամանակ կամ ընթացիկ դասերի ժամանակ նմանատիպ երեխաները իրար հերթափոխելով նշանակվում են մարզչի օգնականներ, ջոկատավարներ, ստանում են հատուկ հանձնարարություններ եւ փաստացի երեխան դեռահասության շրջանում, երբ նա կայացման փուլում է, ստանում է բազմաթիվ գործիքներ, որոնցով կարողանում է կիրառել արդեն իսկ ունեցած հմտությունները եւ դրանք ավելի կատարելագործել։ Եվ մեր հիմնական նպատակներից ամենակարևորներից է ի վերջո հասնել մի կետի, որտեղ Հայաստանի բնակչությունը ունակ է որևէ տեսակի արտակարգ իրավիճակներում արագ ինքնակազմակերպվել, ճիշտ գործել, որոշում կայացնել, սեփական որոշման հետևից գնալ եւ պատասխանատու լինել։ Խմբերը, որտեղ որ գործում են, հենց այդ համայնքում մենք ունենում ենք մարզիչ, ով այս շաբաթական 3 անգամ միամարզումներն իրականացնում է երեխաների հետ, եւ արդեն ունենում ենք լրացուցիչ մասնագետներ, ովքեր գործողվում են մարզեր ամեն ամիս 1 անգամ կամ գուցե ավելի, եւ ունենում ենք խոսնակյուրեր, օրինակ Սերոբ Խաչատրյանը, օրինակ Արամ Փախչանյանը, Միքայել Մախասյանը, ովքեր երեխաների հետ արդեն գաղափարային զրույցներ են իրականացնում։ Զարկի առարկայացանկը ներառում է շուրջ 10 առարկա։ Առաջինը բնականաբար ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունն է, հետո հատուկ ֆիզիկական պատրաստվածություն, ինքնապաշտպանություն, ձեռնամարտ, լեռնային պատրաստություն, տեղագրություն, առաջին օգնություն, գոյատևում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, հոգեբանություն, հայրենաճանաչություն եւ հոգեվոր պատրաստություն։ Մշակված է կրթական ծրագիր, որը ողջ տարվա համար է մշակված եւ ըստ եղանակային պայմանների, ըստ երեխաների քանակի եւ տեղանքի, այս մեծ առարկայացանկից կազմված կրթական ծրագիրը համաչափ տեղաբաշխվում է եւ բաժանվում է տարվա կտրվածքի եւ իրականացվում է։ Եվ մարզիչները, ովքեր մեզ հետ աշխատում են, մեր մարզչական կազմը ամենախիստ ընտրվող եւ ամենաբարդ ընտրվող կազմն է, որտեղ մենք շատ երկար ենք փնտրում լավագույն մարզիչներին եւ իրենց գտնելուց հետո նախ իրենք պիտի գաղափարապես հարեն ծրագրին եւ իսկապես ուզենան հայրենանվեր աշխատանք իրականացնել, իրենք պիտի ունակ լինեն աշխատել երեխաների հետ, քանզի մեզ մոտ ամենաբարդ տարիքային կտրվածքն են տրված 10-ից 17 տարեկան երեխաներ են, որտեղ երեխաները կայացման փուլում են, դեռահասության մարտահրավերների շուրջ, անցումային փուլի տարիքի երեխեքի հետ ենք աշխատում եւ մարզչական կազմը պիտի ունենա բարձրագույն կրթություն, պիտի ունենա պարտադիր ծառայած լինի հայոց բանակում, այսինքն նախապայմաններն ի սկզբանե բավական շատ են եւ համապատասխանելու դեպքում մենք մեր մարզիչներին 3-ից 6 ամիս ինտենսիվ վերապատրաստում ենք, քննություն անցնելուց հետո նրանք ասում են աշխատանքի, սակայն մեզ մոտ մարզչական կազմի վերապատրաստումը ամենամսյա բնույթ է կրում։ Ամեն ամիս պարտադիր 2-ից 3 օրվա հավաքներ ունենք միայն մարզչական կազմի համար, որտեղ իրենք շարունակաբար թե փափուկ հմտություններ, թե դասավանդման հմտություններ, թե ոչ ֆորմալ կրթության նոր գործիքակազմ եւ թե արդեն մասնագիտական գիտելիքի խորացում են շարունակաբար սովորում։ Զարկն այս պահին գործում է Հայաստանի 4 մարզերում, մենք հիմա գործում ենք Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում եւ Երևանում։
Միտում ունենք իհարկե ավելի ծավալվելու եւ ավելի շատ նոր մասնաճյուղեր ունենալու, սակայն այս պահին այս 4 մասնաճյուղում ենք, հիմա ունենք շուրջ 25 խումբ եւ աշխատում ենք 600 ակտիվ շահառուստաների հետ, սակայն զարկի շրջանավարտներ որպես այդպեսին եւ երեխաներ, ովքեր 1 տարուց ավելի անցել են ծրագրով, 1000-ից ավելի են այս պահին, շուրջ 1200 սան ենք ունեցել արդեն, գործունեության 5-րդ տարում փաստացի, ունեցել ենք մոտ 60 շրջանավարտ, ովքեր այս պահին ծառայում են բանակում, մի մասի երեխաները արդեն սովորում են բուհերում, սակայն զարկի նպատակը, ինչպես էլ նշեցի, հնարավորինս շատ երեխաների կրթություն ապահովելու հնարավորություն ունենալն է, իսկ սա ուղիղ կապակցված է զարկի ֆինանսավորման հետ։ Զարկը բարեգործական ծրագիր է, այն ամենը, ինչ ես նշեցի արդեն, գործում է անվճար, երեխաները չեն հաճախում ծրագրին հաճախելու համար, եւ որպեսզի մենք կարողանանք նոր մասնաճյուղեր բացել կամ արդեն իսկ եղած մասնաճյուղերը շարունակեն գործել, մեզ անհրաժեշտ է շարունակական աջակցություն, եւ մենք չունենք հիմնական ֆինանսավորման որևէ աղբյուր, մեզ մոտ կան հանձնառություն ստանձնած աջակիցների խումբ եւ կան աջակիցներ, ովքեր հնդածս միանում են ծրագրին, հավատալով գաղափարին եւ ուզենալով ունենալ այս հայրենանվեր եւ կարեւոր ներդրումը։ Մեզ մոտ գործում է կրթաթոշակային մեխանիզմ, որտեղ մեկ երեխայի տարեկան շահառության ուսումնառության ծախսը կազմում է 250,000 դրամ։ Մարդիկ, ովքեր ուզում են օգնել ծրագրին, միանալ ծրագրին, ստանձնում են որևէ քանակով երեխաների տարեկան կրթաթոշակը, նվիրատվություն են իրականացնում հիմնադրամին եւ մենք կարողանում ենք եւս 1 կամ եւս 10 երեխայի հասանելի դառնալ կամ նոր մասնաճյուղ բացել եւ կարողանալ ավելի շատ երեխաների հետ աշխատել։ Զարկն այս պահին ունի շուրջ 60 աջակից, ովքեր արդեն հանձնառությունը ստանձնել են եւ տարեկան կտրվածքով 1, 5 կամ 10 երեխայի տարեկան կրթաթոշակի պատասխանատվություն են ստանձնել, սակայն մենք անընդհատ բացում ենք նոր մասնաճյուղեր։ Օրինակ այս տարի մենք խիստ ճյուղավորվել ենք Կոտայքի մարզում, արդեն 4 կետում մենք ունենք գործող խմբեր, որոնք նոր են դեռ բացվել, Գեղարքունիքի մարզում ենք նոր խմբեր բացել, այսինքն շարունակական մեծացման փուլում ենք մենք այս պահին եւ շարունակական նոր աջակիցների ներգրավման փուլում ենք։ Իհարկե կան նաև հիմնադրամներ, մասնավորապես Ամրոցի հիմնադրամը, որ նաև համահիմնադիր է հանդիսանում, եւ կան խոշոր կազմակերպություններ, ովքեր որևէ չափով հստակ տարեկան հանձնառություն ունեն, սակայն կրկին անգամ յուրաքանչյուր մեկ ավելացող երեխա ծրագրում ավելացնում է 250,000 դրամ ֆոնդ հայտարարման կարիք ծրագրի համար, որը շարունակական բնույթ է կրում։